Պատվարժան դատարան, բայց փաստը մնում ապրած որ կանանավայրում այ այդ վարդ հիվանդությունը, եւ դատարանայս ամենը հաշվի առնելով գտնում որ տնային կալանքի ժամկետը լրանալուց հետո ձեր նկատմամբ խափան միջոց տնային կալանքի ժամկետը երկրաձգելու անհրաժեշտություն չկա, այն կփոխվի, կվերածվի որպես խափան միջոց վարչական հասկացություն կիրառվի, վարչական հասկացության ընթացքում շաբաթը 2 անգամ պարտավորեք ներկայանալ ձեր բնակության վայրի պրոբացիայի ծառայություն, գրանցվել այնտեղ, առանց վարույթ իրականացնող մարմնի չփոխել ձեր բնակության վայրը, ժամը 22:00-ից մինչև առավոտյան ժամը 8-ը չբացակայել ձեր բնակության վայրից, բնակության հասցեից։ Նաև այդ ընթացքում չհաղորդակցվել վարույթի մասնակիցների հետ բացառությամբ ձեր պաշտպանների, ինչպես նաև չայցելել զվարճանքի եւ այլ մարդաշատ վայրեր։ Որոշումը իսկ համակցված կիրառված մյուս խափամիջոցները թողնում են անփոփոխ։ Որոշումը ստանալու պես այն կարող է նաև էլեկտրոնային սարքերի միջոցով հսկողությունը իրականացվելու վարչական հսկողությունը, որը սարքերը պարտավոր է կրել եւ չվնասել։ Բարձր ձեզ որոշումն էլ ստանալու պես այն կարող է 10 ժամկետում բողոքարկել վերաքննիչ քրեական դատարան։